դուք նշեցիք, որ հայ ժողովուրդը մշտապես Իրանի Իսլամական Հանրապետության ոգին են եղել եւ ցանկանում եմ ես մեկ անգամ հավելել, որ այո, մենք հայերս մշտապես բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ոգին جناب علی در صحبتتون اشاره کردید که ملت ایران همیشه در کنار جمهوری اسلامی ایران بوده. بله مردم ارمنستان بله ملت ارمنستان همیشه در کنار ملت کشور دوست جمهوری اسلامی ایران هست. Եվ այն ինչ հիմա տեղի ունենում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում մենք հայերս ընդունում ենք որպես անձնական ցավ եւ ողբերգություն. و آنچه الان در کشور دوستمون رخ میده ما این رو به عنوان یک فاجعه برای خودمون ارمنستان این رو محسوب میکنیم. Եվ ինչպես դուք նշեցիք, թող խոստվածը չխոսեն. Հարցերս երեքն են, քանի իրանցի է Հայաստան եկել Իսրայելի հարձակումից սկսած, ինչպես է նրանք տեղավորվել եւ քանի հայ է այդ գործողությունների ընթացքում վիրավորվել, զոհվել, եթե ունեք տվյալներ, խնդրեմ ներկայացրեք, երկրորդ های صحبت دینی آیا اطلاعات و آماری مبنی بر این که چه تعداد ایرانی در پی این جنگ از ایران به ارمنستان آمده باشند آیا چنین آماری وجود داره یا خیر و کجا اونها در واقع مستقر شدن و آیا در پی این جنگ از ارامنه کشته شدند یا خیر Իրանի թիրախային հարվածների արդյունքում քանի միջուկային ենթադրյալ կային խոցվել եւ ինչպիսին է ռադիոակտիվ վիճակը Իրանում եւ Իրան-Հայաստան սահմանին. و در پی در واقع مورد هدف قرار گرفتن واحدهای هسته ایران آیا در واقع اون میزان رادیواکتیو رو میپرسند ارزیابی از میزان رادیواکتیو اشعه رادیواکتیو و همچنین به سمت ارمنستان به مرز ارمنستان وجود داره یا خیر و با توجه به اینکه روابط بین آذربایجان و اسرائیل خیلی نزدیک است آذربایجانی هایی که در ایران زندگی میکنن در واقع ارزیابی اونها در این خصوص چگونه است ما آماری نداریم که کسی از ایران تو این شرایط بخواد به ارمنستان سفر کرده باشه خیلی شرایط بسیار عادیه Նախ Իրանում պայմանները շատ բնական է եւ չունենք տվյալներ եւ թիվ թե Իրանից Հայաստան ուրեմն իրանցիներ փոխադրված լինեն اما ایرانیانی هستن که در کشورهای دیگه سفر کرده بودن مثل روسیه، مثل ترکیه یا کشورهای دیگه که اینها به جهت اینکه ما مرز مشترک با ارمنستان داریم اینها اومدن ارمنستان ما به اینها کمک کردیم و به ایران مراجعت کردیم تعدادشون هم زیاد Բայց մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան եւ Թուրքիա են այցելել, նրանք հաշվի առնելով, որ Իրանը եւ Հայաստանը ունեն ընդհանուր սահմաններ, այդ քաղաքացիները ուրեմն Հայաստանի սահմանով օգնել ենք, որպեսզի Հայաստանի սահմանով իրենք կարողանան մուտք գործել երկիր։ بنابراین در این رابطه آماری نیست و در ارتباط این که حالا آیا کسی از ارامنه ایران اونجا کشته شده باشن یا آسیب دیده باشن من اطلاعی ندارم در این رابطه Ուրեմն այս մասով որ ինչ թվով արդյոք իրանցիներ եկել են Հայաստան ես դարձյալ ընդգծեմ որ մենք այդ կապակցությամբ որևիցե տվյալներ չունենք եւ երկրորդ նաեւ այդ մասով հարցին թե արդյոք Իրանում այս պատերազմի ընթացքում զոհվել կամ վիրավորվել են արդյոք հայեր նման ինֆորմացիա թերևս արձանագրված չէ در مورد انتشار مواد رادیواکتیو گزارشی در این ارتباط دریافت نشده و آژانس هم هیچ گزارشی شود که
منتشر نکرد. گزارشی منتشر نکرد. Ուրեմն ինչ վերաբերվում է այդ միջուկային օբյեկտների հարձակման հետևանքով այդ ճառագայթման տարածման մասին ինֆորմացիային պետք է նշեմ, որ մենք նման ինֆորմացիա չունենք եւ անգամ գործակալությունը նման զեկույցով հանդես չի եկել։ تأسیسات نطنز رو که رژیم صهیونیستی هدف قرار داده خیلی از ارمنستان دوره نگران نباشید Իսկ ինչ վերաբերվում է Նաթանզի այդ միջուկային օբյեկտին, որը թիրախ է դարձել, Հայաստանից շատ հեռու է եւ մի մտահոգվեք այդ մասին։ در ارتباط با این سفرها نکته جالب برای شما اینه که ما الان بیش از این که درگیری باشیم که کسی میخواد داخل ارمنستان بیاد نکته جالبش اینه که ما الان بیشتر درگیری نستیم که کسانی که میخوان از ارمنستان به ایران برن چون پروازها لغو شده ما الان در مشغول سازماندهی اینها هستیم داریم اینا کمک میکنیم که در واقع ارمنستان رو ترک کنن و به ایران برن Ուրեմն հակառակ ձեր հարցին, թե ինչքան քաղաքացիներ են Իրանից Հայաստան եկել, մենք ճիշտ հակառակ ուղղությամբ ենք հիմա աշխատանքներ տանում եւ փորձում ենք կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, հաշվի առնելով թռիչքների չեղարկումը, բազմաթիվ թռիչքների չեղարկումը, մենք փորձում ենք փաստորեն կազմակերպչական աշխատանքներ իրականացնել քաղաքացիներին Իրան փոխադրելու harcում امروز دیدم که سردبیر نشریه تهران تایمز ایران یک پیام جالبی برای آقای ترامپ صادر کرده. Ես այսօր նկատեցի ուրեմն Tehran Times-ի գլխավոր խմբագիրը շատ հետաքրքիր ուղերձ էր հղել Թրամփին։ گفت ما حتی دفتر نشریه تهران تایمز رو ترک نمی‌کنیم چه برسه تهران رو. Նա ասաց հետևյալը, որ մենք Tehran Times-ի գրասենյակը չենք լքելու, ինչ մնա Թեհրանը։ بعضی‌ها اینقدر تو توهم هستن که واقعا نمیتونن واقعیت‌های جامعه ایران رو ببینن. Ես կարծում եմ, որ մարդիկ իսկապես այն չեն կարողանում այն իրականությունը, որը տիրում է Իրանում, դա ճիշտ ընկալեն։ فکر کنم بزرگترین مشکل غرب کشورهای اروپایی اینه که جامعه ایران رو نشناخته و با این واقعیت جامعه ایران اصلا آشنا نیست. Ուրեմն Արևմուտքի եւ եվրոպական բազմաթիվ երկրների խնդիրը կայանում է նրանում, որ նրանք թերևս չեն ճանաչել Իրանի հասարակությանը եւ չգիտեն թե այնտեղի ժողովրդի ինչպիսին է։ فکر می‌کنم رژیم صهیونیستی باید دیگه فهمیده باشه که جنگیدن با یک کشور قدرتمند بسیار بسیار متفاوت است جنگیدن و بمب ریختن روی کودکان گرسنه در غزه در یک زندان روباز هست. Ես կարծում եմ, որ սիոնիստական ռեժիմը արդեն իսկ հասկացել է, որ հզոր եւ ուժեղ պետության հետ պատերազմելը դա նույնը չէ ինչ երբ նա փաստորեն սոված, քաղցած երեխաների վրա գազայի հատվածում ռումբեր է թափում, միտեղ որը կարելի է անվանել բացօթյա բերդ ما الان با نبرد اراده ها و روایت ها سر و کار داریم. Մենք հիմա ուրեմն խոսույթների եւ կամքերի ուրեմն հակամարտության դիրույթում ենք գտնվում։ در نبرد اراده ها ملت ایران در طول تاریخ هیچ وقت شکست نخورده و این بار هم درس بزرگی به متجاوزین خواهیم داد. Ինչ վերաբերվում է կամքերի այդ մարտի մեջ Իրանի ժողովուրդը երբեք ուրեմն չի պարտվել եւ սա կարծում եմ դա դրանով մեծ դաս է տվել ագրեսորներին برای اینکه موضوع خیلی براتون خوب روشن بشه بذارید چون در جوامع مختلف دارن اینو ارزیابی میکنن و اینو میچرخونن من این مسئله رو اینجا باز کنم توضیح بدم Եթե թույլ տաք ես ցանկանում եմ այս հարցը բարձաբանել,
որովհետև այս թեման անընդհատ տարբեր ուրեմն հասարակությունների մեջ դա շրջանառվում է։ خب شما میدونید که رژیم صهیونیستی یک حمله برق‌آسا و غافلگیرانه به جمهوری اسلامی ایران انجام داد. Դուք շատ լավ գիտեք, որ սիոնիստական ռեժիմը շատ կայծակնային եւ անկանխատեսելի հարձակում իրականացրեց Իրանի նկատմամբ։ این حمله برق‌آسا ابتداء آلمان‌ها در جنگ جهانی دوم بود. Ուրեմն այս ուրեմն կայծակնային հարձակումը ուրեմն գերմանացիները օգտագործել են երկրորդ համաշխարհային պատերազմում։ وقتی شما حمله غافلگیرانه و برق‌آسا می‌کنید می‌خواهید در حریف فروپاشی معنوی و روحیه ایجاد کنید. Երբ որ ուրեմն փորձում ես այդ կայծակնային հարձակումը իրականացնել, դրանով դու փորձում ես մյուս կողմում փաստորեն հոգեբանական ուրեմն հոգեբանորեն դիմացինին կոտրես։ یعنی می‌خواهید روحیه حریف رو بشکنید و قدرت سازماندهی رو ازش بگیرید. Այսինքն դու դրանով փորձում ես մյուս կողմի հոգեբանությունը կոտրելով նրա ուրեմն կազմակերպչական հնարավորությունները եւ կառավարման հնարավորությունները նրա ձեռքից խլել։ مورد اصلی در اینه نه در اون حمله اولیه. Այսինքն հիմնական հաղթանակը այդ հատվածում է, ոչ այն կայծակնային հարձակման։ حمله برق‌آسای رژیم صهیونیستی هیچ افتی در واکنش ما ایجاد نکرد. Այդ կայծակնային հարձակումը սիոնիստական ռեժիմի կողմից նա չնպաստեց, որպեսզի մենք թերանանք մեր արձագանքում։ فرماندهان ما رو به شهادت رسوندن ظرف چند ساعت جابجا شد. Այսինքն նրանք անմիջապես մեր հրամանատարական կազմի նահատակվելուց անմիջապես հետո մի քանի ժամվա ընթացքում նրանց փոխարինեցինք այլ հրամանատարական կազմով։ صبح موشک زدن شب موشک خوردن. Առավոտյան նրանք հրթիռակոծեցին, երեկոյան պատասխան հրթիռներ ստացան։ و اینطور نبودی که ضربه‌ای که اونها زدن طرف مقابل حریفشان خود را ببازد. Եվ դա այնպես չեղավ, որ նրանք իրենց ուրեմն այդ հարվածների արդյունքում պատճառ դառնան, որպեսզի իրենց մյուս կողմը փաստորեն իրեն թույլ զգա։ شما برید بگردید از جنگ جهانی دوم تا الان هیچ کشوری نتوانسته است ظرف چند ساعت خود را سازماندهی کند و ضربه محکمتری به حریف بزند. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եթե դուք ուսումնասիրեք, դուք չեք նկատի մի երկրի, որը ընդամենը ուրեմն հարվածից մի քանի ժամ հետո կարողացել է փաստորեն վերակազմավորվել եւ կազմակերպչական առումով շատ ավելի հուժգու պատասխան տա թշնամուն։ اما شما حتما تلویزیون ایران دیدید که حمله ناجوانمردانه رژیم صهیونیستی به تلویزیون ایران انجام داد. Համոզված եմ դուք նկատել եք, թե ինչքան անմարդկային ուրեմն հարձակում տեղի ունեցավ մեր Իրանի պետական հեռուստաընկերության նկատմամբ։ مجری برنامه تلویزیونی حاضر نشد حتی زیر بمباران استودیو رو ترک کنه. Անգամ այդ հաղորդավարը ուրեմն չցանկացավ անգամ այդ ռմբակոծության ընթացքում լքել դահլիճը։ ضمناً خانومم بود. Իդեպ կին էր ուրեմն այդ հաղորդավարը։ نشون داد که مرد بودن به نرینگی نیست به مردانگیه. Նա ցույց տվեց, որ տղամարդ լինելը դա տղամարդկության ոգի ունենալն է, ոչ թե զուտ ֆիզիկական տղամարդ լինելը։ ما آماری که
تا به حال حالا آمار دقیق داره اضافه میشه ولی آماری که ما داریم حدود 224 تا شهید هست و نزدیک به 1800 نفر مجروح 1200 خردی مجروح Ուրեմն ըստ տվյալների ուրեմն նահատակների թիվը 224 է, իսկ վիրավորների 1200 90% اینها غیر نظامی Եվ 90%-ը եւ զոհվածների եւ վիրավորների ուրեմն սովորական քաղաքացիներ են